Շնորհակալություն, պարոն վարչապետ, օրեր առաջ դուք կարևորեցիք եւ անհրաժեշտություն համարեցիք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգումը, այդ առումով Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկվել է եւ ինչպիսին է նրա արձագանքը, նաեւ կարեւորել եք պատշաճ ժամկետներում այդ խնդրի լուծումը, որն եք համարում այդ պատշաճ ժամկետը։ Այո, իհարկե, այդ հարցը քննարկվել է, նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ ես առիթ ունեցել խոսել, նաեւ Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսել, եւ մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների արձագանքին, ինչ վերաբերվում է պատշաճ ժամկետներին, հիմա երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է եւ դա մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետեւ process-ներ են տեղի ունենում, որոնց մասին նաեւ կիրազեկվեք եւ այդ process-ները ենթադրում են, որ պետք է դա հնարավորինս արագ անել։ Եվ մենք խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն։ Պարոն Փաշինյան, օրերս մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ Արգիշտի Մեխակյանը ցանկանում է Արգիշտի Մեխակյանին նոր պաշտոն տալ եւ պաշտոնը քննարկվում էր կամ կլինի դատախազինը կամ ԼԳՆ նախարարի պաշտոնը։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը եւ եթե այո, ապա կարող ենք ենթադրել, որ դա ձեր շնորհակալությունն է առաքել arczepiskopos Քարամյանին, ով ըստ մամուլի տեղեկությունների Արգիշտի Քարամյանի հայրն է։ Ոչ, ձեր հարցի պատասխանն է ոչ, ձեր բոլոր հարցերի պատասխանն է ոչ։ Ոչ, ձեր հարցի պատասխանն է ոչ։ Հաջորդ հարցը նյուզը է։ Ձեր հարցի պատասխանն է, հարց տվեցիք, չէ՞։ Հարցի պատասխանն է ոչ։ Պարոն Փաշինյան, դուք եւ ձեր իշխանության ներկայացուցիչները հաճախ եք խոսում հիբրիդային պատերազմի մասին։ Խնդրում եմ կոնկրետ օրինակ բերեք, որն է հիբրիդային պատերազմը, դուք եւ նաեւ ձեր բուսակիցները անդադ ծրագրերը ուղղում եք դեպի Ռուսաստան։ Դուք հաճախ եք լինում վերջի շրջանում անավանդ Ռուսաստանում։ Այդ մասին Վլադիմիր Պուտինին հայտնել եք հիբրիդային պատերազմը ինչու է Հայաստանի դեմ ուղղում, եթե դուք կարծում եք, որ Ռուսաստանը նման պատերազմ է Հայաստանի դեմ ուղղում եւ ինչ պատասխան եք նրանց ստացել։ Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան։ Ասում եք, որն է օրինակը հիբրիդային պատերազմի, Կտրիչ Ներսիսյանը հիբրիդային պատերազմի շատ կոնկրետ օրինակ է։ Շնորհակալ եմ։ Ես Ռուսաստանն ասում եմ, դուք Ռուսաստանն եք Ես ձեր հարցին պատասխանեցի։ Հաջորդ հարցը Տիգրան Հովակիմյան, Շանթ։